do. Oh, it's a long story. To whom? Եթե ուզում ես And to ցույց whom? խոսացությունը։ Ata. Okay, I mean, բացատրի։ you know, գրչացեվով Ինչու գնաս։ կրճատ ձևով։ Օսմանյան կայսրության մեջ Yeah. հայերը ապրում էին 600 տարի։ Yeah. 600 տարի։ Օսմանյան կայսրության մեջ հայերը հսկայական ուժ էին։ Հա։ Սուլթանների արշավանքները Օսմանյան կայսրության հայկական բանկերն էին ֆինանսավորում։ Are you agree? Yeah. The story. They were the Հիմա ինչ տեղի ունեցավ 19-րդ դարակեսին, որ հանկած միանգամից Օսմանյան կայսրության մեջ հայերի դեմ սկսվեց այդպիսի արշավ, սկսեց Սուլտան Համիդը ջարդերը, որից ու երիտ թուրքերը, որ by the way, երիտ թուրքերն էլ գիտես Իսպանիայի հրեաներն էին, որ եկել էին Սալոնիկ, most of them։ Իրենց յահուդի կուսակցություն էին ասում Թուրքիայում։ Yeah, they do. You know. Well, some of them were Dönmez. Dönmez, okay, or cryptomasons, okay, այդպես էլ էին ասում։ Հիմա այս երիտ թուրքերն էլ եկան, ինչ արեցին, Օսմանյան կայսրությունը տապալեցին, հայերին ջնջեցին, մաքրեցին Արևմտյան Հայաստանից։ Հիմա այս ինչ տեղի ունեցավ, եղբայր։ 600 տարի խնդրեմ չկար այդպեսի, մեկ էլ հանգարց 19-րդ դարակեսին միանգամից Սուլտան Համիդով սկսեց հայկական ջարդեր։ Ու դա սկսեց հայկական հարցի բարձրացումից հետո։ Այդ հայկական հարցը ով բարձրացրեց։ Մենք հայերս Չգիտեմ ու դուք իմանաս, մենք չենք բարձրացրել հաստատ, բայց ով բարձրացրեց։ Սա էլ հարցի մի կողմը, դրանից առաջ անմիջապես սկսեց այդ պատմության ռևիզիոնիզմը։ Եվ շատ բացահայտ է այստեղ, որ նախքան այս ազգին իր հայրերի բնօրրանից, որ տեղացին ու բնածինն է ինքը, նրան նախքան այնտեղից վտարելը ֆիզիկապես, նախ պետք է պատմականորեն վտարել։ Պատմականորեն հեռացնել այդ լեռնաշխարհից որպես եկվոր։ But I don't think that was. Հիմա դու քո գրքում գրում ես, որ հայերը կոլոնիստներ են այդ լեռնաշխարհում։ No, I don't use that term. What the hell you know? I got to bring you your book. It's Herodotus. I'm quoting somebody. I'm quoting Herodotus. It's not my words. It's Herodotus's words. Let me tell you one thing. Very clearly. Wait a second. Հայերեն խոսի, ես կանտեղի հայերեն խոսի։ Look, բայց դու ես ընդունում ես, որ հայերը հայկական լեռնաշխարհում բնածին տեղացին են։ Թե ընդունում ես, որ եկվոր են։ Այս բանը ինձ ասա մենակ։ Հա, գեցի մեկ վարքյալ։ Գեցած եմ, դու ասա։ Հերոդոտոսը ասում, որ Հերոդոտոս Հերոդոտոսին ես քեզ եմ հարցնում, դու ինչ ես ասում։ Իրապանն է։ Իրապանը իրեն պետք է վրան մնա։ Մեջ բերում եմ, էլի։ Առաջին սկսնախբյուր է հունարենի մեջ, այդպես։ But you are studied, right, Armenian history? Yeah, I'm saying Okay, Herodotus says it. Okay, ինչ է քո եզրակացությունը։ Հա, հայերը թե հայոց լեզուն։ Հայերը եկվոր են հայկական լեռնաշխարհում թե տեղացին են։ Տեղացի։ Բնիկ են։ Բնիկ։ Մի հատ կարգի նկարի է։ Կարգի նկարի Mr. James Russell։ Հայերը հայկական լեռնաշխարհում բնիկ են, տեղացին են թե եկվոր են։ Հայ ժողովուրդը։ Հա։ Ազգը։ Արյան մարմինով, այո։ Ոգով։ Ոգու մասին չսեմ, որովհետև Դավիթի դրացական խնդիր է։ Հայ ազգը բնիկ է, հայ լեռնաշխարհի մեջ, հայերեն լեզուն։ Ես բնիկ չէ։ Ես համոզված եմ, ոչ, ես համոզված եմ հնդեվրոպական է եւ թրակոփրյուգիական ջուղի է պատկանում, բայց հայերը, այո, ինքները, այո, ուրարտական այլ լեզու արյուն ունի եւ բնիկ են։ Այո, որովհետեւ ինչպես մարդիկ մի լեզու յուրացնում են, չէ՞։ Այսինքն մարդ կրնա մի տեղ գնալ եւ լեզու սովորել յուրացնել։ Ոնց ես օրինակի համար անգլերեն եմ խոսում։ Կամ լատինական ամերիկան։ Լատինական ամերիկան։ Ինձ նայ եղբայր։ Ну, Աստված Ադամ Եվայի հետ դրախտում խոսում էր հայերեն։ Դու Չամչյան չես կարդացել։ Չամչյանը գարտած։ Բայց դա Չամչյանի խոսքերն ինչու ես ծիծաղում։ Ես Հերոդոտոսի վրա տես ծիծաղեցի։ Չէ, Դու Չամչյանին չես հարգում որպես պատմաբան։ Հարգում եմ։ Ուրեմն հարգալից վերաբերվի, մի արա։ Հա, օքեյ։ Չամչյանի խոսքերն են սրանք։ Աստված Ադամ Եվայի հետ դրախտում խոսում էր հայերեն։ Հայերենը հնդեվրոպական լեզուների մայրն է, սիրելիս։ Եվ միգրացիան տեղի ունեցավ սպիտակամորտ ռասայի, հայկական լեռնաշխարհից։ Հայկական լեռնաշխարհում է սպիտակամորտ ռասայի ծննդավայրը։ Հիմա
Դա մի քիչ Դա մի քիչ ինչ մի քիչ։ Որտեղ է, ուրիշ որտեղ է։ Հնդկաստան, Եվրոպա, դրա համար կոչեցին Եվրոպա։ համոզված չեմ։ Բայց Շատ փաստեր կան, ուզում ես փաստերը բերեմ քեզ։ Չանչյանը շատ բանի հիմա վրա, բայց ես ուրիշ հարց էի տալիս, լուրջ պատմակիր է Չամչյանը։ Գիտես ինչ ես քեզ բանի Աբրահամին գնացի, Մովսեսին գնացի։ Հիմա երբ որ խոսում են հայոց մասին, հայերի մասին, երբ որ ասում են որ նայեք եղբայր, այս շումերական աղբյուրները, այս հուրիական աղբյուրները, այս եգիպտական աղբյուրները, այլ այս բոլորը այս երկրի մասին, հայերի մասին ասում են այս բաները։ Ունեն գիտական հիմքեր, լիքը։ Ասում են չէ, դա բավարար գիտական հիմք չի։ Եվ ինչեւ հիմա չեն ուզում ընդունել սա։ Բայց երբ որ ասում են որ 5 տաղարանի մեջ, ասում են Աստված է գա, Քրիստոսի բանը Աբրահամի վրանում 3 օր նստեց կերակրում մեջ, հետո ասեց աղբեր լավ տղա ես, քանանու երկիրը քեզ պետք է նվիրը, սրանց դերից պետք է քշեմ դու պետք է ստե ապրես, հելավ գնաց։ Սրա գիտական հիմքը ո՞րն է։ Հա, բայց ամբողջ աշխարհն է կերակրվել սրանով։ Եղբայր, հիմա արի ու հասկանանք։ Ինքը դագարանի Հիմա որպեսզի դուք հասկանաք քաղաքական կողմը սրա թե ինչ է նշանակում։ Երբ որ 48 թվին Իսրայելը պիտի հիմնադրվեր, Եվրոպայում իսրայելցիները, այսինքն Բեն-Գուրիոնի միջոցը կանգնեցին ասեցին, մեր մանդատը 5 տաղարանն է։ Okay։ Եվ այդ են բացատրում քեզ տղա ջան, որ քաղաքականություն է դարձել պատմությունը այսօր։ Բայց նույն այդեն լեզու։ Բայց եւ պատմությունը քաղաքականություն։ Դու եղավ աշխարհը այսօր, որ եկար աշխարհի գործածած զենքը շուրջ տարի հիմա ես մի բան ասեմ։ Հիմա եթե այդ մարդը տենց չասեր, Unbelievable. I don't believe these guys. These guys are I don't believe them. I understand you. Դու կարդում ես ապեր ջան, ինչ որ բաներ հավաքել ես, չէ՞։ Ինչ որ եզրակացում ես կազմում ես, դու հայ էլ չես, դու պարտավոր էլ չես։ Որոշակի պատասխանատվություն զգալու դրա նկատմամբ։ I feel a great deal of պատասխանատվություն շատ եմ զգում։ Իբրև գիտնական եմ զգում։ Խորենացին ստախոս է թե ոչ։ Հա, ոնց Թամսոնը ասում։ Դա Թամսոնը ձերը զնգրի բզիկ եմ անում։ Թող հանգարց չգա Երևան, ասեմ քեզ։ Վարդանից թող փախնի, որովհետև բռնեցի մուխը մարել եմ, այսինքն ոչ թե ֆիզիկապես, այլ տեսականորեն, այսպես ասեմ։ Խորենացի թանկագին աղբյուր է։ Արժանահավատ է թե ոչ։ Թանկագինը ցկե։ Թանկագին ցկե։ Ամեն խնդրի մեջ թե մասամբ։ Ասենք որքան Ընդհանրապես, իհարկե։ Հա։ Ну, Սուդախոս չի։ Բայց դա չի նշանակում, որ ամեն ինչ որ ասում է ճշմարտություն է։ Հա։ Նա միջնադարյան բադմակիր է։ Որ դարի։ Չեմ իմանում։ Չգիտես։ Չգիտեմ։ 8-րդ չլինի։ Կարող է լինել։ 5-րդ կարող է լինել։ Նույնպես, բայց այն ադեն որոշ փաստեր պետք է որ մեջբերումներ ներմուծված լինեն ավելի ուշ։ Հիմա գանք մեր խոսակցության դարձյալ ռևիզիոնիստների մասին։ Հա։ Սուրոմովսես։ Հիմա լսում ես հիմա։ Սուրոմովսեսի մասին ես խոսում։ Այո, Սուրոմովսեսի։ Հիմա դες ինչ տեղի ունեցավ։ Այդպեսի Մովսեսը արժանահավատ պատմահայր էր մինչև 10-րդ դարակեսի ռևիզիոնիզմը։ Եվ 10-րդ դարակեսի ռևիզիոնիզմը եկավ այս թույնը թափելու։ Եվ հիշիր դարձյալ կրկնում եմ սա։ Ինչու դա եղավ Օսմանյան կայսրության մեջ, լսում ես։ I think that revisionism. That was the beginning of Armenian genocide. If you are interested about genocide to know what it's about, the revisionism հայկական պատմության, հայոց պատմության, դա գենոցիդի սկիզբն էր։ A lot of that revisionism. Theoretical կողմն էր։ Այո։ A lot of that revisionism is Այո, ասում, գիտես, ազգս կոտորել, ասում այո, ասում։ Ես թող հրաների մասից այո ասեմ, դուրս կգա, հա։ Եղբայր, ասում եմ, սկիզբն էր գենոցիդի։ Այնտեղ աղմուկ մի արեք, ջահելներ, եկեք ստեղ դենանք, նկարում ենք ես։ 10-րդ դարի ռևիզիոնիզմը հայոց պատմության, որտեղ առաջին անգամ Մովսես Խորենացին անվանվեց ոչ արժանահավատ եւ մնացյալ բոլոր սուտերը որ հնարվեցին։ 10-րդ դարի ռևիզիոնիզմը դա հայկական ցեղասպանության սկիզբն էր, թեորետիկ մասն էր, որին հաջորդեց ֆիզիկական մասը։ Իսկ եթե դու ուզում ես որ ես դրա մեջ կոնսպիրասի չտեսնեմ, ուրեմն դու ինձ հիմարի տեղ ես դրել, եղբայր։ Ինչպես կարող էր դա այդպես կազմակերպվել եւ դա չլիներ կազմակերպված։ Մտածելու բան է, լուրջ մտածիր, Ջեյմս, գնա մտածիր, կարևոր բաներ են սրանք։ Գուցե չես լսել։ No, this is an interesting question. What do you think of
Akinyan's role. Աքամենյանների մասին։ No, Aginyan. Ագինյան։ Aginyan. Աքինյանի մասին։ Առանձին ինչ առանձին փայլուն ինչի համար է ասում, ասա որ իմանամ ինչի մասին ես խոսում։ Aginyan. Well, it's because if you look at the, I mean, you're talking about revisionism in Armenian history. Basically, for example, saying that it's pseudo-Moses, pseudo-Agathangelos, pseudo-Papstos, pseudo-everything. Դասադու դել քու վարժապետու դել բանը ասա Nina. Նինան, Գարսոյան Նինան։ She doesn't say pseudo anyone. Չէ, նայել ամեն ինչ պարսկական է հանում հայոց մեջ։ Ամեն ինչ պարսկական է, ամեն ինչ պարսկական է։ Ես նույնն եմ Սա շատ է անում։ դարքի։ Ես նույնն եմ անում։ Սա էլ է դարքի։ Ես բան էի հարցնում, չէ՞ երիտասարդի։ Ասում եմ եղբայր, եթե պարսկները արիացիներն են։ But I have one question. Oh, Ժամանակագրությունը պիտի ճշտեք։ Chronology։ Դու ասեցիր այսօր, տես, հայկական էպոսի մեջ քո արտահայտությունն եմ անում։ Armenian epics, հայկական էպոսը արտացոլում է շատ երկրների էպոսներ իր մեջ։ Ոչ արտացոլում, չսի ադիգա։ No, what I said was this. Գարձեմ սխալ Use ընտրնել։ word reflecting։ Այո, բայց ուրիշ կոնտեքստում։ Ինչ որ ասի հետևյալն էր։ I said that the Armenian epic is reflected արտացոլվում I thought you said reflecting. No. I get mad over there. I said, what are you talking about? Because No, I said արտացոլվում է. And yes, and when we were talking about and when we were when we were discussing the revisionism, this tended all right. Okay? Okay, we are strong people here, don't worry. No, you smoke too much. Yeah, I know, that's why. Otherwise, I'm going to be very strong. You know, it's So, dangerous. Let me smoke a little bit. yeah, but anyway, listen. The one of the chief revisionists is Aginyan. I know. Yeah. So that's why I was asking, because Akinyan was writing in the 30s. I am very much doubt. Ես շատ կասկածում եմ ինքը հայ է թե ոչ։ Չէ, Մխիթարյաններից էր։ Մխիթարյաններից։ Ասում եմ, բայց հայ է թե ոչ, ես կասկածում եմ։ Հասկանում ես ինչն է բանը, եղբայր։ Yeah. Ես որ հաղորդումներս նոր սկսում էի, ժողովրդին ասեցի, որ ուղղակի կապ էր, հեռախոսի կապ էր, Դիմիանա, Խոսեն եւ այլն։ Ստեղած է Լոս Անջելեսում։ Եվ ասեցի, որ նայեք, երբ որ ուզում եք իմանալ մեկը խառնածին է, թե հայ է, ասեք, որ այս նախադասությունը ասեք, չամչյանի, ասեք, որ Աստված հայերի հետ, Ադամ եւ Ավայի հետ հրավտում խոսում էր հայերեն։ Եթե այդ մարդը ասի, որ ինչ ես խոսում կամ ինչ հիմարություն է եւ այլն, ասի որ հաստատ խառնածին է։ Եթե հարցնի թե սպաս ես ինչ ես ասում, հետաքրքիր է մի հատ բացատրիր, ուրեմն սա հայ է։ Որովհետեւ գենը ձայն պիտի տա։ Հասկանում ես, եթե նա անմիջապես հակադրվում է, ուրեմն խառնածին է։ Հիմա ինձ ուրիշ հարցի պատասխանիր։